Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների, սիրելի բարեկամներ։ Կյաժ մի գնա այդ կողմ, Կյաժ ջան, դու տեղից դուրս չես գալու։ Դու թուլացի հաճեք ստացի։ Ֆռում է։ Պտտվում է ու պատա։ Կպում այդ պատից տա։ Էսի չա։ Սատանի աչքերով նայում էր էլի։ Կսպանեմ, եթե ես շահթեմ։ Բերեք այս կյաժ տղուն հրապարակ մի, հա։ Ես պահին որ Потом пришли армия, они есть։ Չիլնի։ Կներես Ուսպենսկայա ջան։ Մինասին է զանգում։ Ուրիշ հերոսի անուն չգիտեմ։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Այս մեմում Ողջույն սերն է ապրում հետ հացած անգամ որ եթել ենք երկեն։ Մենք հետ երկեն երկում, որովհետև այս բեմում սկսվում է հենց այնպես եւ այսօր հենց այնպեսի հյուրերն են Անի Խաչիկյանը եւ Ներսես Ավետիսյանը։ Ոնց եք։ Դուք վերադարձել եք հենց այնպես եւ հենց այնպես չեք վերադարձել։ Շատ լավ ենք, ուրախ ենք որ վերադարձել ենք այս դուետով այս անգամ։ Այո։ Ես միշտ եմ ուրախ գալ երկի թատրոն, վերադառնալ։ Անին էլ երկրորդ անգամ էլի մյուս մտերիմ ընկերոջ հետ է եկել, բայց խոսելու ենք մի գտալ սեր նոր ֆիլմի բոլոր մտերիմ ընկերները կյաժ են։ Այո։ Գույնով եմ ընտրում։ Եթե կյաժ ես կարող ես լինել Անի ընկերը եւ ընկերոջը վերցնել ու սեպտեմբերի 4-ից գնալ կինոթատրոններ դիտելու մի գտալ սեր նոր ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարները Ներսեսը ու Անին են, իսկ ռեժիսորը Հրաչ Կեշյանը։ Կփորձենք բարձել մյուս մանրամասները եւ էպիկ դեպքերը, բայց մինչ Եվ ոչ միայն։ Եվ ոչ միայն այդ ֆիլմի, այո։ Այո, Ֆանտաստիկ որովհետև 5 տարվա պատմություններ են ընկերություն ունենք մեր ուսերի ետևում ես ու Ներսեսը քիչ է թվում 5 տարի, բայց մենք այնքան հետաքրքիր ու տարբեր իրավիճակներ ենք իրար հետ ապրել, որ պատմելու բաներ կգտնենք։ Պատմելու բաներ կգտնեք, ես էլ ձեզ մի գտալ սեր հյուրասիրեմ, մեր գործընկեր Բալմի, հայկական արտադրության պաղպաղակներ են շատ համեղ, ես շատ սիրում եմ, երբ իմ գործընկերները իսկապես որակյալ արտադրանք են ներկայացնում, նրանց առավելությունը այն է, որ պատրաստված է սերուցկային կարագով, դու վանիլային էիր ուզում, մրգային եմ։ Այո, վանիլայինը ես ընտրեցի ու մոռացա, որովհետև մեծանում է։ Պետք է ուտենք այս ընթացքում։ Այո, կարող եք ընթացքում վայելել Հաստատ։ եւ ազնիվ ձեր կարծիքը ասել։ Նոր անուն, անկրկնելի համեր, սերուցկային կարագով պատրաստված նրբահամ պաղպաղակներ Վայելիր համերի յուրօրինակ համադրությունը Բալմի, անգամ անունն է համեղ Եվ ես ձեզ կհյուրասիրեմ նաև մեր մյուս գործընկեր Անդակո ընկերության զուեկ իտալական բնական հյութերը, կարող եք ընտրել, որ համն եք ուզում, չեն պարունակում շաքար, առանց գունային եւ համային հավելումների են։ Եվ Այս քո քեյսն է, ասա։ Մաքսիմում օրգանիկ։ Այն գազարով որ մեջը գազար կա, այ այս փոքրերի մեջ։ Փոքրերի մեջ։ Ահա։ Սրա մեջ չէ՞։ Դա։ Սա։ Լավ, Ներսեսին ես իմ ճաշակով կդրեմ, կհյուրասիրեմ։ Բոլորն էլ շատ համեղ են եւ կհիշենք ու կպատմենք այդ էպիկ պատմությունները ձեր ընկերության։ Մենք գնացել ենք Կրակով, շատ ողջավորված ենք, մարդիկ եկել են, մեր դահլիճը լիքն է, հիմա պիտի խաղանք բարդագույն ներկայացում էմոցիոնալ իմաստով եւ ներկայացման ավարտն է։ Ես ու Անին այդտեղ էլի սեր ենք խաղում ու վերջին պահն է, որ արդեն ես անկողնային վիճակում եմ, ամեն ինչ վատ է։ Իմ հերոսուն հիվանդացել է եւ լքում է հիվանդարությունը օգուտ է եղել նրան, ի տարբերություն ինձ։ Ներսեսի հերոսին հրաժեշտ է տալի, որը որ մնալու է եւ ու ես պիտի ասեմ շատ ծանր մոնոլոգ։ Իմ վերջին մոնոլոգն է դա։ Առհասարակ այդ մեր վերջին կտորն է այդ ֆիլմում այ ուզում ասել ներկայացման մեջ վերջին կտորն է, ես շատ հուզված գալիս եմ, հուզված իրան գրկում եմ, ինքը հուզված այդ կտորը ասում է, ես հուզված սենց իրան հետ նայելով, սենց աչքերից սկինալուց, պետք է իրան հաջող ասեմ ու գնա։ Ու տեսնում Ներսեսի հայացքը, որ ինքս չի նայում, վախեցած ինչ որ նայում է։ Դրամատիկ ներկայացումը, ուրեմն ֆինալը
արդեն դալիճից այս ձեները գալիս են, բան ստացվել է մեր մոտ մի խոսքով մենք մարդկանց հավաքել ենք մեր բրի մեջ նույնիսկ սուբտիտրերով, ենթագրերով ու երբ որ ես այդ ծանր տեքստը ասում եմ, ուղակի Peggy Blue-ն, այսինքն Խաչիկյան Անին, պետք է ինչ-որ ձև անհետանա այդ գրողի տարածքից։ Եվ միշտ դա լինում է հետ-հետ գնալով, այսինքն ես միշտ ասենց հետ-հետ գնալով, աչքերս լցվելով, ու ասենց կտրուկ պետքա պտտվեմ ու դուրս գամ, էլի։ Բայց դա նոր տարածք է, մենք բավականին քիչ ժամանակ ենք ունեցել ադապտացվելու համար այդ տարածքում, հա, որտեվ չգիտեմ, նույնիսկ ներկայացում արդեն պիտի սկսվեր, բայց հիվանդանոցից հələ բերում էին մեր համար այդ անկողին, այտենց մի 25 րոպե սպասել ենք ներկայացումը սկսվի, որտեվ այն ինչ որ բերել էին, լավը չէր ու Արտաշը պնդեց, որ դա փոխեն։ Եվ ես այդ երկար մոնոլոգը ասում եմ, Անին սենց աչքերը լցրած, սենց Անգլիայի թագուհու դեմքով, սենց հետ գնում է, որ պետքա ֆրաու անհետանա, բայց որ ինքը ֆռում է, այդտեղ պատա սև։ Մինչև իմ պտտվելը ես ներսեսի աչքերում տեսնում եմ, որ մի բան այն չի։ Մոնոլոգ ասելուց հասկանում եմ, որ ինքը չի կարա դուրս գա տեղից, անհնար է ինքը դուրս գա։ Մենք համ խաղում ենք, համ այդ էմոցիաները ապրում ենք, համ հայացքներով հասկանում ենք, որ ինչ-որ մի բան այն չի։ Հա, ես համ լացելով այդ տեքստը ասում եմ, համ Անին բացատրում եմ, որ կյաժ մի գնա այդ կողմ, կյաժ ջան, դու տեղից դուրս չես գալու։ Ինչ ես անում։ Ֆռում է, Պտտվում է ու պատա։ գտնում այդ պատից տակ։ Ոնց ես գտնում պատը։ Շատ վատ է, այդ շատ վատ է, ես չգիտեմ ոնց է։ Բայց ամենաանթույլատրելի բանն էր, ինչ որ ես արել եմ այդ պանիկայի մեջ։ Իրականում, որովհետև ես էլ կարողam այդ տեքստը ասեմ այդ ընթացքում, ու ես նայում եմ Անին ոնց այնտեղ պատերի վրաս այդ բարձրանում իշտում մեջքով կպնում ու ոչ մի ձև չի հասկանում, պիտի դուրս գա այդ։ Չէ, ամենա Զսպել ես, հա, ծիծաղը, կարողացել ես զսպել ծիծաղը, ես կմեռնեի ինձ թվում։ Լավ, Կրակովից գանք Հայաստան եւ մի գտալ սեր ֆիլմի նկարահանումներ, որտեղ դուք կրկին միասին եք իրար սիրում եք։ Մի գտալ սերը շատ կարծում եմ։ Իդեպ Անին պատմել է պատմություն ձեր համբույրի տեսարանի մասին, բայց մենք ուզում ենք լսել նաեւ քո տարբերակը եւ բեմադրել այստեղ այդ ամենը։ Թողենք վերջին այդ պատմությունը գուցե։ Թե որ բեմադրենք բա ֆիլմը ով է գալու նայի։ Դե լավ, մի հատ էքսկլյուզիվ արեք իմ հա։ Կեսպոտ։ Ման դու ըստեղ ներկայացում բեմադրի մեզնով։ Դու ըստեղ մեզնով բեմադրի նոր ներկայացում, որտեղ համբույրի տեսարան կլինի ուղղակի։ Ճիշտ է, շատ լավ կմտածեմ։ Համ դու կունենաս համբույրի տեսարանը, համ մենք փոխ աշխատենք։ Հա, շատ լավ առաջարկ է։ Երգի թատրոնում համբույրի տեսարանում ներկայացում առայժմ չկա։ Առայժմ։ Դե եկեք այսօր կաստինգը անցեք։ Այսօր կաստինգը անցնում։ Մի գտալ սերիդ ինչ պատմենք մանեին։ Թե այդ ամենատեսարանն է, էլի որ մենք համոզում ենք Հրաչին, որ պետքա համբուրվենք, տենց հա ստացվում, տենց հա դուրս գալիս վերջում։ Հա, հասկա։ Մի գտալ սերի մասին պատմությունները կլինեն անկողնային, ինչպես հասկացաք համբուրից սկսեցինք։ Այդ ֆիլմում մենք նաև ունենք սեքսի տեսարան ու բնականաբար այդ շատ բարդ հա տրվել մեզ, որտեղ մենք ամեն օրվա մտերիմ ընկերներ ենք ու դժվար է այդ։ Հրաչը ինձ կնայես, էլի ստանդարտում, երբ որ պարոն Քեշյանը ինձ ուղարկում է սցենարը, ես կարդում եմ, այդ տեսանը սենց է, համբուրվում են, տեղափոխվում են սենյակ համբուրվելով, սեքս։ Ու սենց Ռեմարկը բացած չի։ Հա, լավ։ Խորը շունչ եմ քաշում, արտաշնչում, ասում Դե լավ չնայած, դե Հրաչն է, դե լավ, դե ներսուն է, հա, այսինքն այդ ընկերության կոմֆորտը չի լինի։ Ընկերության հետ կապված ոնց որ ավելի հանգիստ ես էլի քեզ զգում, որ դե ամեն դեպքում մտերիմ ընկերը քեզ ավելի հանգիստ կզգաս, հետո ասես եմ։ Բայց մտերիմ ընկերը ներսուն։ Այդ իրականում ավելի դժվար էր ման։ Սկզբից մենք երկուսս էլ շատ ուրախ էինք, որ վաու, ինչ լավ է, մենք իրար հետ կլենք այդ ֆիլմը, կաշխատենք, բան Մինաստելա հետներս ասած իրեքով մի խոսքով մեր դերյակը։ Մինասը տեղի մոտ ընկերն է մանկության։ Այդ տեսարանում չէր։ Բայց երբ որ մենք այդ տեսարանը նկարվում ենք որպես մեր երրորդ ընկեր, բնականաբար ինքը էկրանի հետևը կանգնած է, այդպես սատանի աչքերով նայում էր, էլի, թե մենք ոնց ենք դա անելու։ Դե իսկ ոնց էր։ Շատ խնդալու էր մեր պահերի հետ, դժվար էր այդ մեզ տրվում
Չգիտեմ, օրինակ իմ պրակտիկայում շատ են եղել սեքսի տեսարաններ ու ես դրան շատ թեթև եմ Բայց միշտ դա վերաբերվել։ ամեն ինչը բեմադրված չէ։ Հա, Իսկ իմ իրականում։ պրակտիկայում չեր եղել դրա համար, ինձ համար ամեն դեպքում Հա, տենց ոնց որ մտածում էի, որ Քիչ օքեյ ծանր էր կանցնենք, տրվում դա։ բայց հա, Խաչիկյանի հետ որ այդ պիտի անեինք, դա դիսկոմֆորտ էր ամեն դեպքում մեզ ու առաջի դուբլը որ նկարեց։ Քանի դուբլ եք նկարել մի անգամից ասեք էլի։ Չեմ հիշում քանի, բայց մի քանի դուբլ նկարել ենք, բայց առաջի դուբլից հետո շատ խնդալու էր, որ Հետո որ հիմա պատմեմ, այս կոմենտը կասկանացի չեք մի քանի դուբլ նկարել, որտեղ ամեն դեպքում մենք լարված ենք։ Խնդրում եմ հիշեք, որ ես շատ վատ էի նախորդ օրը մի աշխարհ դեղ եմ խմել, Կաթիլայինով որովհետեւ օկորտս պատկերացրեք, ես տած հիվանդ պետք է ոբշի մի խոսքով այդ ամեն ինչը ու ես խնդրում եմ, որ բերեն կաթիլային ինձ միացնեն, որ գոնե մի հատ նատրի խլորով ուշքի գամ ու ես այդ ընդմիջումից հետո այդ միացրել են կաթետրը ես մի քիչ ուշք եմ եկել ու մենք պետք է բարձրանանք այդ տեսանին նկարվելու հիմա մտել եմ սենց համ թույլ եմ համ շատ վատ եմ համ սենց շատ դիսկոմֆորտ է ինձ ամեն ինչը համ իհարկե խնդրել ենք դուրս են եկել անձնակազմի այն մարդիկ ովքեր որ նկարարման հրապարակում պետք չեն շատ ինձ միջավայր է ստեղծվել որ սենց մաքսիմում կոմֆորտ լինի մնացել են օպերատորը Քեշյանը եւ Մինասը։ Ձայնային ռեժիսորը։ Մինասը այդ օրը Ռեժիսորը պետք է։ Ձայնային։ Մինասը այդ օրը տեղ չէր Չեմ պատկերացնում ոնց է նկարահանում այդ։ Ես հիմա եկել եմ կաշկադում հիմա էլ եմ ու ես սենց այս սենց հենց մտնում եմ նկարարման հրապարակ սենց թուլացած խառնված բան հրաշքամ դու հանգստացի թուլացի դու ընդհանրապես ոչ մի բան չես անելու ներսոն գիտի ինչ պետքա կանի դու թուլացի հաճեք ստացի Առաջի դուբլը նկարվում եք, հրաչես ըթամ։ Ստոպ։ Ինչի եք թինեյջերների պես սեքս անում։ Ես որ հասկանաք մեր համար ինչքան էր այդ ամեն ինչը դիսկոմֆորտ Փորձեցինք հետո մեծավարի անել ամեն դեպքում ինչ որ տեսել էինք։ Ինչքանով է ստացվել այդ արդեն հետո կտեսնենք Մեծավարին։ 4-ին Վաու, մեծավարին գտիտեք Մեծավարին սեպտեմբերի 4-ին։ Ինչքանով է մեզ Չէ, ստացվել չէ, նորմալ թինեյջերներից civil։ դառնալ հասուն սեքսանող մարդիկ Ամեն դեպքում կարծում եմ, չգիտեմ, ես 16+ է երևի լինելու այս ֆիլմը, հաստատ ոչ 18+։ Չէ 18 չի 16 մաքսիմում, գուցե 14։ Որտեղ թինեյջերների Գուցե պես։ նույնիսկ 14, չգիտեմ ես։ Խնդրում եմ Լյուբով Ուսպենսկայի մասին Վայ խնդրում եմ հա Ներսոն Լյուբով- զանգել է ինձ պատմել է այս պատմությունը, ես շատ եմ ծիծաղել ու ասել եմ պիտի գաս, վերադառնաս հենց այնպես, որ պատմես։ Համաձայն եմ դա պետք է պատմեմ Ուրեմն Բայց նույն ձև պատմի, ոնց ինձ ես պատմել։ Okay, ուրեմն պետք է պատմեմ նենց ոնց որ եղել է։ Ինչի օրն էր դա Երևան երևում օրն է։ Հա։ Ես այդ օրը պիտի աշխատեմ Դիանա Աբգարի այգում։ Ռոք բեմը իմն է։ ու ավարտից հետո Ժամը պետք է գա 1-ից մինչև 11-ը պիտի լինեմ, հա։ Բեմում 11-ին պիտի քշեմ Գյումրի, որովհետև հաջորդ օրը Կիրակոսյան գորի ֆիլմի պրեմիերան է Գյումրիում, մոլորվածը։ Ու բոլորը պիտի այնտեղ լինեն ու մենք համաձայնեցրել ենք հստակ որ այդ օրը լինի Գյումրիում որպեսզի ես էլ կարողանամ ներկա գտնվել այսինքն բացառվում է որ ես չգնամ դրան որովհետև ճիշտ չի լինի ամսի 11 օր առաջ դրանից Ռեժիսորն է Ամերիկայից է, հա էլի գորն էլ Ամերիկայից եկել է հասել է ամեն ինչը պետք է նախապես Պարոն Քեշյանը զանգում է ինձ ասում է ներս լսի երկու օր ինձ տարբեր մարդիկ են զանգում ասում են որ Ուսպենսկայան զանգում է իրենց ասում է որ ես հասա Հայաստան պիտի գնամ ներսեսի մոտ ներս արի ինտերվյուի բնականաբար ես մտածում եմ որ տժում է ին վրա հրաչը հետո բացատրում է որ չէ հաստատ տենց է էլի զանգում են ինձ ասում են որ Ուսպենսկայան ուզում է գնա ներսեսի մոտ ինտերվյուի կոնկրետ բացատրում եմ իրավիճակը որ ասում եմ դե եթե պետքա դա այդ օրը լինի անհնար է ես շատ վատ իրավիճակում կհայտնվեմ էլի ամեն ինչ պլանավորած են հենց եղել որ ես հասնեմ Բայց չես հարցնում Գյումրի պիտի Ուսպենսկայան իմանաք ու մտածում եմ ասում եմ կարող է իրանց ուղակի պետք է չգիտեմ այդ մարդկանց կազմակերպիչները պես են ասում հա ասում եմ դե լավ օքեյ դե չի ստացվում ուրեմն չի ստացվում ասում եմ լավ հաջորդ օրը արդեն գնում եմ իմ բեմ սպասում եմ իմ գրիմանոցում որ արդեն հեսա պիտի սկսեմ համերգը ու ինձ զանգում են պրոդյուսերներից ու ասում են որ Ուսպենսկան հրապարակում սաունդչեքի է հիմա ու ինքը ասում է որ ներսեսը
շուտ պիտի գա հրապարակ, թե չէ չեմ գալի, sound check անի։ Ընդդեղից իրան ասում են, որ ինքն էլ է հիմա այսօր աշխատում ու մի քիչ այն կողմ էլի բեմի վրա է այս պահին արդեն, հնարավոր չի որ դա լինի, ասում եմ դե օքեյ, հենց կավարտի աշխատանքը, խնդրում եմ ինքը պիտի գա ինձ տեսնի այսօր։ Ինձ արդեն տարբեր մարդիկ են զանգում մեր աշխարհից, ովքեր տեղյակ են, հա, այդ պատմության մասին, պրոդյուսերներ, ադմինիստրատորներ, որ դե կգնաս տուն, կլողանաս քիչտես, բան, մի խոսքով բոլոր հնարավոր բոցերը արդեն ֆրում են, որտեղ ոչ մեկ չի հասկանում։ Հա, հետո ինձ զանգում են, ասում են նկարը թեռախոսով ցույց ա տալի, ասում ա, բերեք էս կաշտեղուն հրապարակ մի, հա։ Արդեն չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում, ինչի պիտի լինի ոչպես կան։ Ուզում եմ ինձ առասարակ տեսնել։ Զանգում եմ, ասում եմ, օքեյ, լավ, դե ասեք, որ կգամ իմ համերգից հետո, հենց ավարտեմ ստեղ աշխատանքս, մինչև Գյումրի գնալը, կգամ, կհասցնեմ, կլսեմ Թաթայի հետ վերջին 2 երգը, նաև Ուսպենսկայի դուետը, կծանոթանամ տատիկի հետ, գնամ տեղից, հա։ Հիմա ես արդեն հասնում հրապարակ, ինձ մական զանգում է, որ արագացրու, ներս արդեն գժվեցրեց, հա, ստեղ։ Ես էլի չեմ հասկանում, մինչև այն վարկյանը, որ մենք հանդիպել ենք, ես մինչև այդ վարկյանը վստահ եմ, մտածել մենք ենք ինչ-որ բան, հա, որ տժում են վրա մարդիկ, առհասարակ չի տեղավորվել ուղերից մեջ, ինչի Ուսպենսկայան։ Հա, շատ անհավանական է։ Մի խոսքով ես ստում եմ Ուսպենսկայի գրիմանոց, մի ջերմ գրկախառնություն, մի հուզմունք, մի, չգիտեմ, համբույրներ էս կողմենքով, ու մենք մի 40 րոպե շփվում ենք, բայց ես այդ 40 րոպե ընթացքում մեկը չեմ հասկանում, ինչի եմ ես ստեմ ստաց։ Ինչի է մարդը այսքան ջերմ իմ հետ, ինչի է այդպես աշխարհի ամենալավ բառերը ասենց շռայլում, ու ես այդ պահին կներես Ուսպենսկայա ջան։ Ես մերև նայում եմ։ Դե չգիտեմ, դեպի Ռուսաստան ոնց նայեմ։ Ռուսաստան են կողմ, հյուսիս։ Վերև են աշխարհ։ Դե սև թեմաները մեզ հեռու չեն, էլի ամեն դեպքում։ Ու ինքնից այդ պահին ասում է, հաղորդում։ իսկ դու ինչ կասես երկերի մասին։ Մաքսիմում ասելի հարց է դա իմ համար։ Ու ես ասում Աստված իմ հիմա ես իրան պիտի դիմեմ, չէ՞ ինչ որ ձեր տիկին ինչ խոսքի, ասում եմ մտածում եմ այդ բանը, ասում եմ մի րոպե ինքը մամա ջան ինքը ով է, չէ ինքը ով է, ես չեմ անունը հիշում իրա։ Դոլինան, Լարիսա Դոլինանա, Դոլինան չի, Կաբաևա կար, բայց ինքը Կաբաևան չի, նա լրիվ ուրիշ մարդ է, չէ, հա, չգիտեմ ով է, Արբակայտենա, չէ, Արբակայտեն Թաթայի հետ դուետ ուներ, բայց ինքը չի։ Ես այդ 30 վայրկանը որ լռում եմ, ինքը ինձ ասում է, լավ, WhatsApp-ը տուր, ես քեզ կուղարկեմ երկերից կլսես։ Ասում եմ, օքեյ։ Շարունակում եմ չհասկանալ ինչա կատարվում։ Մի 40 րոպե ինքը ինձ sense տանջում է մի խոսքով, մի 40 րոպե։ Չէ, քանի հազար հայ տղամարդ քեզ նախանձում այս պահին որ Потом пришли армяне, ես այդպես ճռծրած մտել եմ մոտավորապես, որտեղ չի հասկանում ուր եմ մտնում։ Ու բայց այս պատմության վերջն էր իրականում շատ անսպասելի ինձ համար։ Ինձ բացում է իր հեռախոսը WhatsApp-ով, բացում է ինչ-որ chat, ասում է սա իմ ու հարազատ աղբորս text message-ներն են, սա մեր chat-ն է, ցույց է տալի, որ այնտեղ ինչ-որ 2 տարի 6 ամիս բան կա, post կա վերջին նամակից հետո, ու դրանից հետո սենց արանքում ինչ-որ բան է, սրտիկներ է, ծաղիկ սիստրամա է, բան, սենց ինչ-որ բաներ է, բայց ոչ մեկին չի պատասխանել, ու ինքը իջնում է, տեսնում եմ, որ մայրիկ երկի YouTube-ի լինքն է Ուսպենսկայի աղբերը ուղարկել իրան Կանադայից ու գրել է որ չես հասկանա բառերը, ես էլ չեմ հասկանում, բայց մի հատ վերցրու ես էմոցիան, ուզում եմ ասել որ դու իմ քույրն ես, ես քեզ սիրում եմ, մենք ընտանիք ենք եւ այլն բան, ու այդքանից հետո այդ բոլոր անպատասխան նամակներից հետո Ուսպենսկայի նամակն է սրտիկներ, ծաղիկներ, գրկոցներ, բան էս կոմենտում դու հաշտեցրիր։ Ու ես բայց չեմ հասկանում, օրինակ 90000 դիտում ունի կարծեմ այդ վիդեոն YouTube-ում։ 90000-ն է իրանք։ Հա, 90000 դիտում ունի։ Ու ոնց որ այդ երգը ֆանտաստիկ աշխատանք է, դա մեգա էմոցիոնալ է ինձ համար։ Ես այստեղ թատրոնում ինչքան շատ եմ այդ երգը երգել հենց Գրիգորիչի ներկայությամբ, որովհետև մենք ուրախ նոտաներում այդ երգը երգում ենք մյուզիկլում, հա, ու մինչ օրս էլ հնչում է, այո, այդ երգը։ Իրականում չգիտեմ, ես ապշել էի, որտեղ ինքս ասում եմ
կպատմես ինձ ոնց ես դու կարողանում ձայնի միջոցով այդ էմոցիաները փոխանցել, որ ես առանց լեզուդ հասկանալու լսում եմ ու լասում եմ, զանգում եմ աղբորս Կանադա, գնում եմ Կանադա, վերամիավորվում ենք մենք ու ասում եմ դրա համար ես աղբորս խոստացել էի, որ ես երբ գնամ Երևան, անպայման այդ տղային պիտի գրկեմ ու շնորհակալություն հայտնեմ, որ մեր ընտանիքը վերամիավորվեց։ Բայց պատմության վերջն եմ ես ամենաշատը սիրում, որ ասում է դա հիմա արի միասին գնանք միջոցառման, որտեղ որ արդեն ճաշկերույթին են իրան հրավիրել։ Որովհետև մեզ սպասում են մարդիկ, ոնց որ պետքա գնալ ու ես իրեն ասում եմ, որ պաշտոնական միջոցառում եւ ասում դե տիկին ջան, ես պիտի գնամ։ Ի վերջո ոնց ես դիմել։ Չեմ հիշում այդ բանը, ոնց եմ դիմել։ Ասում եմ ներողություն եմ խնդրում, ասում եմ ես պիտի շտապ գնամ իրականում։ Սեր ուսպենսկա։ Որտեղ հա, որտեղ վաղուց պիտի լինեի ճանապարհին, ու ինձ տամ։ Լավ, Անդրեյ, մենք չենք գնում։ բայց իրան սպասում են արդեն ինչ որ այդ 40 րոպե ինչ ներսես ետա իրան 40 րոպե սպասում են էլի պաշտոնական ընտրիկին Չէ, ներողություն եմ խնդրում, գնում եմ, հետո ինքը ինձ WhatsApp-ով գրում է, ասում է ինձ կուղարկես քո մյուս երգերը, ես մեկ լսեմ, կարաս ուղարկես մայրիկը առանձին դարոշկեք։ Մի խոսքով մենք սկսում ենք շատ անել իրար։ Սորի իրան զանգենք։ Չեմ կարծում։ Լուրջ չեմ կարծում։ Ամեն դեպքում հրավիրում ենք ուրախ նոտաներին։ Այդ ներկայացման մեջ է կամ մայրիկ երգը։ Այդտեղ եւս կարող եք լսել այդ երգը։ Շատ լավ պատմություն է, շատ անհավանական է։ Ինձ համար այդ պատմությունն իրականում։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Դե գաղտնիք չի որ մտարիմ ընկերները իրականում իրար պատմում են բաներ, որոնք որ հետո ասում են դե մարդ չիմանա սրա մասին ու հետո մարդ չիմանում, բայց մենք մեր մեջ միշտ գիտենք բոլոր այդ գաղտնի պատմությունները։ Ես ու Ներսոնը բացառություն չենք ու իրար պատմում ենք ինչ որ բաներ, հետո ասում ենք, բայց դու որ ես իմանաս, առաջին անգամ ես լսելու այդ պահին, դու չգիտես սրա մասին։ Ուղղակի այսօր էլ հատած խոսակցություն եղել, զանգել ասել կաշ բան եմ ասում, բայց ես որ իմանաս դու չգիտես սրա մասին։ Ու 10 րոպե հետո խաղացել ես, որ գիտես։ 10 րոպե հետո չէ, բայց ոնց որ այս մեր մի գտալ սերը ֆիլմի հետ կապված, Ներսոն ասում է, в общем, հրաչա էսա ֆիլմը անելու ու ցույց է տալի քասթը որտեղ որ առաջինը իր նկարն է, հետո իմ նկարն է ու ես սենց եմ լինում, ասում էսի չա, սա մեզ էս կասինք, բայց դու չգիտես։ Ասում հո չգիտեմ, բայց էսի չա։ Ասում թույն պրոյեկտ է, ինքը կասի քեզ, բայց դու չգիտես։ Հա, ու ես սրտադրում սպասում, դե պատկերացրու տեսել եմ մի հատ քաստ, որտեղ որ Ներսոնը ես եմ գլխավոր դերերում, որ ու չգիտեմ ոչ մի բան։ Արդեն ուզում ես ասես հա։ Անցնում է ինչ որ շատ կարճ ժամանակ, մեկ երեջցամ Քեզ սուրպրիզ ունեմ, դու չգիտես լսում։ Ինչա։ Դու գիտես ինչ ասում։ Ու ինքը բնականաբար օրինակ, չգիտեմ, եթե թատրոնում այդ դեպքը եղել երկու շարք են կողմ նստած, ասած լսում է լա կադրներով, ռեակցիա չի տալիս ընդհանրապես։ Ու այդ բային իմ հանդիսատ, դե գոնե մի հանդիսատս պետքա չէ ունենա, որ այդ բային գնահատի իմ ռեակցիան ոնց եմ ես նորից խաղում, ոնց որ առաջին անգամ դա լսեցի, ու նստած ընդհանրապես նոր ռեակցիա ասում Հլնայի հրաչացուցատալի քաստը, որը որ ես արդեն տեսնում եմ։ Իսկ ինչ առաջ։ Ու նույն բանն ես անում։ Իսկ ուղղակի Ներսը որ ասես դու սրա մասին չգիտես։ Ես փորձեցի հիշեմ ես ինչ ռեակցիա եմ տվել, որ այլ երկար չմտածեմ ինչ խաղամ, նույն ռեակցիաները տվեցի, նույն ուծությամբ ոնց որ առաջին անգամ։ Չէ՞ կարա ես այդ չկիսեի անի այդ ինֆորմացիան։ Բայց իհարկե ուրախալի բան է։ Բացառվում էր, հա։ Բայց այտենց Մինասի նորությունն էլ ենք, չեմ հիշում, դու ես առաջինը իմացել, որ պետքա ինձ չասեիր, թե ես եմ առաջինը իմացել, որ պետքա քեզ չասեի։ Ու Մինասին էլ եք ասել։ Ու չէ, Մինասին չենք ասել։ Մինասին մենք չենք էլ իմացել, չէ՞ կարծեմ։ Հա, ու Մինասը մեր այս պատմությունները իմանալով, որ մենք բարբերաբար ինչ որ նույն իրավիճակը երկրորդ, երրորդ անգամ, առաջին անգամ բապես խաղում ենք,
բանը մեզ զանգում երկուսս մա կռիսներ արա, չէի կասե։ Ու տենց մենք ասում ենք, որ մենք չգիտեինք։ Բայց ես նենց անհամբեր եմ սպասում ֆիլմին, որովհետև նաև Արսեն Գրիգորյանն է դերակատար, Գրիգորյան, Մարջանա Ավետիսյան, Նորա Արմանի, Լևոն Հարությունյան, Ազանին Հովանեսյան, Գրիգոր Դանիելյան, Ռաֆայել Երանոսյան, այո։ Էվա Զորաբյան, Անալիս Բասսո, այո։ Էդգար Դամատյան։ Մի խոսքով բավական ես մեծ Անալիս Բասոյի համար կգամ։ Անալիս Բասսո, Անալիս մանեջան, շատ լավ։ Լավ, դե մի հատ կաստինգ արեք։ Հա։ Ինչ տեսարան աման։ Համբույրի տեսարանը։ Մուզիկա կդնեմ։ Հա։ Թողենք որ մարդիկ գան սեպտեմբերի 4-ին։ Դե մենք գոնե մոտեցեք նորա։ Կյանքս Սեպտեմբերի 4-ին Երևանի բոլոր կինոթատրոններում կգտնեք մի գտալ սեր գեղարվեստական ֆիլմ։ Այնտեղ կտեսնեք այս ամենի շարունակությունը։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Step by Step Group-ը, որը միավորում է մի շարք բարձրակարգ շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Step Construction-ը եւ Շուշի Palace-ը։ 8 մասնաշենք ինքնատիպ ճարտարապետությամբ, ժամանակակից եւ նորարարական լուծումներ, սեյսմակայուն եւ էներգախնայող կառուցվածք, շուրջօրյա անվտանգության ծառայություն, ինչպես նաեւ կանաչապատ բակ, զրուցարաններով, ջեմուղիներով, շատրվաններով եւ խաղահրապարակով։ Վստահությունը ձեզնից, հուսալի արդյունքը Step by Step-ից։ Քայլ առ քայլ դեպի հուսալիություն։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by Step Group։ Ներս, վաղուց չենք խաղացել քո հետ թե։ Վաղուց է, այո, ինչ չենք։ Ինչ հետաքրքիր հարց եմ գրել, առանց որևէ բան իմանալու։ Նրանցից մեկը պետք է համբույրի տեսարան խաղաս։ Գնացինք։ Ում կընտրես։ Գնացինք։ Լուսիա Լյուբիմովա թե Լիանա Վանոյան։ Լյուբիմովա։ Լյուբիմովա թե Լիդիա Գրիգորյան։ Լյուբիմովա։ Լյուբիմովա թե Աթև Հովակիմյան։ Հովակիմյան։ Հովակիմյան թե Մանե Մխոյան։ Հովակիմյան։ Ես ուղղակի գիտեմ վերջում։ Հաղթելու, հստակ դրա հագես նստած։ Արդեն սկսի։ Հովակիմյան թե Մարիամ Ալեքսանյան։ Հովակիմյան։ Հովակիմյան թե Ֆրիդա Յորկ։ Ֆրիդա Յորկ։ Սպանեմ, եթե ես չհաղթեմ։ Հաչիկան մի րոպե։ Ընկեր Ֆրիդա, պետք է ընկեր Ֆրիդայով ես դեպքում դիմը։ Ես սիրարված եմ եղել Ֆրիդային, որովհետև երբ ես սովորում էի Ես չգիտեմ, բայց երբ ես սովորում էի երգի թատրոնում, այդ ժամանակ Ֆրիդան մեր պարուսույցն էր ու ես 12 տարեկան էի, բայց ես հիշում եմ, որ իմ մանկության սերն է եղել։ Ես գիտեմ դրա համար տած ռեակցիա տվեցի, որ լուրջ մրցակից ունեմ։ շատերի մեծ սերն ա եղել Ֆրիդան, հա, ու գժական դերասանուհի ռեժիսորը։ Գժվում եմ քո համար, կյանք այստեղ մանկական սերերից առաջ եկա։ Լուրջ հարցեր կա։ Ֆրիդա թե Ռոզի Ավետիսովա։ Ֆրիդա։ Ֆրիդա թե Ինա Խոջամիրը։ Ինա Խոջամիրը։ Եվ վերջին հարցը Ինա Խոջամիրյան թե Անի Խաչիկը։ Անի Խաչիկը։ Դու նենց արեցիր, որ Ֆրիդան ու Անին իրար հետ չգնան ես հասկացա ինչ արեցի։ Իսկ Ֆրիդա թե Անի։ Ֆրիդա իմ ուսուցիչն է։ Անին իմ ընկերն է։ Ոչ այն ոչ այն։ Ճիշտ պատասխանը ոչ նա եւ ոչ նա, որովհետեւ Քանի տարի Չասես է այս այտենց։ ոլորտում ես։ 15 15 տարվա մեջ ինչքան կինո ներկայացում, բազմաթիվ բեմադրիչների ռեժիսորների հետ ես աշխատել։ Ահա։ Փորձել եմ բոլորին գրել, բայց գուցե անուններ բաց եմ թողել, կարող ես հուշել։ Այսուհետ ուզում ես այսուհետ այս ռեժիսորներից մեկի հետ պետք է համբուրվես։ Շատ։ Հարցը փոխվել է։ Հարցը։ Այս ռեժիսորներից մեկի հետ պետք է շատ անուններն եմ հիշում, մեռնում եմ։ Այս ռեժիսորներից մեկի հետ պետք է համբույրի տեսարան խաղաս։ Չփոխի համբույր ամեն դեպքում։ Չեմ կարա, հա, Ես ես էլ սովոր չեմ չեմ կարա։ ռեժիսորների հետ համբույրի տեսան։ Հա, ես էլ չեմ պատկերացնում։ Լավ, այսուհետ կարող ես աշխատել այս ռեժիսորներից մեկի հետ։ Okay։ Միայն մեկի հետ։ Ում կընտրես։
Սամսոն Մովսեսյան թե Գրիգ Վահրամյան։ Գրիգ Վահրամյան։ Գրիգ թե Մհեր Մկրտչյան։ Ոյ Աստված իմ, ես ու Գրիգը այս խոսակցությունը ունեցել ենք։ Ու ինքը ինձանից նեղացել է։ Հասկացաք։ Մհեր Մկրտչյան թե Ներս Գրիգ։ մեկը արդեն նեղացել է։ Իսկ այս որ հարցներ համբույրը թե բանը։ Չէ, աշխատել է։ Գրիգ։ Ոյ, ես ինչ որ անունդ ասում կներես, բայց դու գիտես այս հարցի մոտեցումը։ Շատ լավ։ Մհեր Մկրտչյան թե Օֆելիա Հարությունյան։ Օֆելիա Հարությունյան։ Օֆելիա Հարությունյանի հետ կարճամետրաժում եմ աշխատել ու տենց շատ տպավորված եմ ու բարևներ ուղարկենք օֆային։ Օֆելիա Հարությունյան թե Հայկ Գաբրիելյան։ Հա։ Չէ, Օֆելիա։ Օֆելիա թե Արման Մարության։ Տարբեր բան են, ոնց որ հասկանում եք, ես սիրում եմ դրամա, էլի ամեն դեպքում օֆան։ Օֆելիա թե Գոր Կիրակոսյան։ Գոր, նորից ըստ ժանրի ընտրություն է, օֆան։ Օֆելիա թե Արշո Հարությունյան։ Ժանրի ընտրություն։ Չէ, Արշոն են դեպքն է, որ ստեղ ժանրի հարց չկա, Արշո։ Եվ վերջին հարցը Արշո թե Հրաչ Քեշիշյան։ Հիմա ես ինչ անեմ։ Չկա ուրիշ։ Մի ծանրացրու, մի բարդ։ Դու ասա կա։ Խաղ ենք խաղում, ան։ Հրաչն է եղել վերջինը եւ մենք այստեղ ենք հավաքվել, որովհետեւ Հրաչ Քեշիշյան։ Այո, Հրաչ Քեշյանը հաղթեց, Խաչիկյանին հաղթեց, մնաց նենց անենք, որ Ներսոնը միտեղ հաղթի։ Այլ ես որպես երեխա չկասեք ինձ մեծ բուլկի չեմ հասկանում խոսքի։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel քարտը։ Այս քարտի մասին շատ եմ պատմել եւ հիմա ճիշտ ժամանակն է ձեռք բերել եւ ճանապարհորդել աշխարհով մեկ։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն launch key եւ տարեկան 6 fast track ծառայության հնարավորություն ձեր, ինչպես նաեւ ձեր հետ ճամփորդողների համար։ Ճամփորդական ամբողջական ապահովագրություն, որը ներառում է բժշկական ապահովագրություն, ուղեբեռի կորուստ, թռիչքի ուշացում, չեղարկում եւ այլն, ձեր, ինչպես նաեւ ձեր ընտանիքի անդամների համար։ Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն Global Roaming, Mastercard Concierge ծառայությունից օգտվելու անվճար հնարավորություն 24/7 սկզբունքով եւ ելի հետաքրքիր հատուկ առաջարկներ Mastercard-ից։ Ձեզ բարի հանգիստ եմ մաղթում Արարատ բանկի Mastercard World Travel քարտով։ Գնացինք։ Որն է եղել ձեր առաջին աշխատանքը, որի դիմաց վարձատրվել եք։ Կար։ Դուք իրար կյաժ եք ասում։ Հա։ Ուրեմն երկուսը կյաժ է, նորմալ չի որ կյաժ է։ Հա, ես իրեմ։ Բայց այսօր ձեր միջի կյաժը ես։ Քոնը որն է, ես քոնը չեմ մենք հիշում։ այն ժամանակ ունեինք բան տենց շինանյութի խանութ ու այդտեղ ցեմենտ ավազման տեսաներ էինք տանում, հա։ Ու մի 15 տարեկան էի այդ ժամանակ, ես էի ծրում դիքը ժամանակ, երբ որ աշխատողի խնդիր էր լինում, ու ես հիշում եմ, որ այդ ժամանակ արդեն My Name Is-ը կար, ես գնացել էի որպես Սաֆինա երգել էի, բան ինձ ինչ որ մարդիկ սկսել էին ճանաչել արդեն բանն, ու երբ որ այդ գաջը փոշին սեց վրես ա բան, ես երազով սեց գնում եմ, որպեսզի իջացնենք մեկ այդ մի տոննա ցեմենտը, ու այդ կինը, որ դաչա էր սարքում Գառնիում իրան, ինձ տենում է Ay բալես, դու ես տարիքում մկայեկերես, այս ծանր բաները կքաշես, կբերես կողմ, այնան դե մտքի աժել կար քուպեսեն որ նայում էի։ Իմ հետ է էլի իրականում, էլի իմ մասին է պատմում ինձ, ու ես չեմ էլ ասում այդ բանին, որ հետել եմ ես, ասում եմ жизнь такова։ Ոյ, շատ լավն է, շատ։ Այդ մեր տանն է եղել իմ աշխատանքը, բայց ես վարձատրվում էի դրա։ Որքան։ Չեմ հիշում, օրա վարձով էր, չգիտեմ, Հա, լավ, կարևոր չի։ Փողի խնդիր չէր առաջանում, աշխատում ես աշխատել եմ, երդվում եմ։ Առաջին աշխատանքը չես հիշում։ Այսպես որ առանձնացնեմ երևի տնտեսական խանութում վաճառողուհի հենց 10-րդ դասանս ավարտելուց հետո, բայց դա շատ կարճ տևեց, որովհետև ես ինստիտուտ ընդունվեցի ու ժամերը չէին համընկնում, դրանից հետո գնացի Նապոլեոն սկսեցի թխել գործարանում։ Իսկական է։ Բայց, հա, Շանթ Խմորեղենի գործարանում, եթե սա գովազ չի, չնայած օքեյ, ինձ թվում է դասերից հետո գնում էի ինստիտուտի
Բայց այս ամեն ինչը ես այնտեղ հայտնվել եմ, որովհետև մամաս էր այնտեղ աշխատում, ինձ դասավորեց, որ ես երկրորդ հերթով այնտեղ տեղավորվեմ, իսկ մինչև այդ մաման տանն էր խմորեղենի գործանում, տորտեր եւ խմորեղեն էր պատրաստում, եւ ես իր մոտ էի աշխատում դպրոցական տարիներին։ Խմոր էի խփում ու մի հատ խմոր խփելու համար, օրինակ 20 դրամ էի ստանում, օրինակ, այսինքն ինչքան այդ խփեի, այդ ավելանում էր ու տենց իմ կասը ես հավաքում էի իրականում աշխատելով, ոչ թե ինձ հենց այնպես երբեք գումար ոչ մեկ չի տվել։ Եվ փառք Աստծո։ Այ իսկապես։ Վերջին երգը որ ավելացրել եք կամ լսել եք, հավանել եք, նոր երգեր։ Եկեք նայենք, ասենք Apple Music-ով վերջի Ուզում ենք download-ը։ նոր երգեր, լավ երգեր լսենք, իմանանք, ավելացնենք մեր playlist-երում։ Ես պետք է մտնեմ YouTube, որովհետև ես մինչև հիմա YouTube-ով եմ։ Բայց գովազդը որ մի անում ես կարում ես YouTube-ով ներվայնանում լսես։ Դե սպասում եմ պրեմիումը գա, բայց դեպրեսիվ ես, մի ասում ես տխուր ինչ որ երգ YouTube-ով, մեկ է booking-ի գովազդա մտնա։ իմ վերջին download-ը Ու ավելի ես դեպրեսվում, որ չես գնում հանգստանալու։ Hans, տենց է կոչվում այս արտիստը, ֆանտաստիկ լավ արտիստ է։ Ու այդ track-ը կոչվում է Friends։ Երեք եմ հենց քաշել։ Ես մտածեցի, որ իմ այս search-երի մեջից տամ Մարտինյանի անունը, Մարտին Շահբազյանի մասին գիտես, ու ինքը նոր ալբոմ ունի ու ինքը իմ համար նոր ստեղծագործող արտիստներից ֆանտաստիկ երաժիշտ, ֆանտաստիկ։ Ու ուզում եմ որ դուք էլ լսեք Մարտինյան, այդպես կարող եք գրել YouTube-ում, ուզում եմ հիշեմ ալբոմի անունը Կապուտ տակ, մի վարքան հեսա բերի ասեմ, չէ, հայ, բայց Կապուտակ ունի track։ Ընտիր, վերջին ֆիլմը կամ սերիալը որ դիտել եք ու շատ հավանել եք ու խորհուրդ կտաք մեզ բոլորիս։ Դա ես ոչ օրիգինալ կգտնվեմ, կասեմ Սելավին, որովհետև իսկապես դա եմ վերջինը դիտել եւ իսկապես դա եմ հավանել շատ։ Ես ցավոք սրտի այս տարի շատ քիչ ֆիլմեր եմ դիտել, սերիալ բացարձակ չեմ դիտել երևի։ Այս բան տենց եմ հիշում, չնայած ես մանյակ եմ։ Երևի վերջի ֆիլմը, որ այս բանին ուղեղումս հիշում եմ, դա եղել է Օսկարի լիստի ֆիլմերը, որ ստիպելով ինձ նայել եմ, որտեղ ուղեղս մեկը պատրաստ չի այս բան կինոն ընկալելու։ Համնետն է, որ մեգա տպավորիչ ա եղել, sentimental value-ն ա եղել, շատ տպավորիչ։ Եվ այսօր քանի որ նկարահանման օրը կանանք չի, ասենք որ հունիսի 21-ն է, եւ այսօր գիշերը House of the Dragons-ի 3-րդ սեզոնի առաջի սերիան է դուրս գալու։ Ես այդ դրան սպասում եմ շատ ողջորված ու անկախ նայած ինչքան հիմա ի վիճակի չեմ կինո կամ սերիալ ընկալելու, այդ չեմ կարա բաց թողնեմ, որտեվ արդեն 14 տարի է ես Ջորջ R.R. Մարտինի աշխարհում ապրում եմ, էլի առանձին իրականությունը։ Դու ես եթե ձեր կյանքը ֆիլմ լիներ, ինչպես կանվանեիք։ Ինչ լիներ։ Ֆիլմ։ Իմը օրինակ տրագիկոմեդիա։ Անունը բայց տրագիկոմեդիա։ Պրիմիտիվ է, էլի։ Ֆիլմ։ Կանվանեի ֆիլմ։ Իմ կյանքը կինո լիներ։ Կա այն ինչ կա։ Հա։ Կա այն ինչ կա։ Հա։ Այնքան բան կա։ It is what it is։ Ես չգիտեմ, ես նենց եթերային անուններ չի գալի մտքիս։ Դե մի բան, պատկերացրա։ Չիլնի ասա։ Բայց դա կարա լինի կինոյի վերնագիր։ Չիլնի։ Շատ եմ սիրում եմ մարդը։ Իրականում եթե կա այն ինչ կայի բանը փոխեն, կլինի չիլնի։ Ես բիպոլյար եմ, չգիտեմ ինչ տես մի բան պետք է լինի, էլի, հաստատ։ Որ հայտնի մարդու նամակին մի անգամից կպատասխանեիք։ Հայտնի սուպերստարերից։ Բայց ռեժիսորներին չենք հաշվում։ Հաշվում ենք, համաշխարհային ռեժիսորներին հաշվում ենք։ Հա, բոլորին։ Օդիսեյում էիր ուզում նկարվել։ Ինչ կլիներ որ։ Ոյ, երեխեք, ես դες մաղթում եմ, ես Օդիսեյում։ Չպիտի լինի երկրորդ մասը, էլի, բայց Օդիսեյ։ Տրիերը ապսոս չի նկարում, դա չէ Տրիերին կպատասխանեի։ Կիմկի դուքն է մահացել է ցավոք։ Նոլանին ես էլ կպատասխանեի, հաստատ շատ արագ։ Դենզել Վաշինգտոնին կպատասխանեի, շատ արագ։ Ջուդ Լոուին վիդեո քոլ կանեի, մի անգամից որ հասկանայի որտեղ ենք ախպերներ խաղալու։ Հա։ Կզանգեր կասել կյաշ։ Դոլանին կպատասխանեի, հաստատ։ Որ հայտնի մարդու հետ մեկ օր կանցկացնեիք։ Որ հայտնի մարդու հետ մեկ օր։
Ես գիտեմ Տաներ միշտ։ Գառնի։ Շարլոտ Գենսբուրգին կտանեի ուր ուզեր, Գառնի չէ, մենակ։ Հա։ Ուր ուզեր տանեի։ Դուան։ Վայ, ես իսկականից կուզեի Տրիերի հետ մի օր անցկացնի, հասկանայի խե ինքը տենց պսիխոպատ։ Ինձ ձգում են բոլոր պսիխոպատները։ Հա, ես բայց Ջենիֆեր Լորենսին էլ կտանեի ուր ուզեր։ Հա։ Դες ներսը ավելի կյանքի մարդ է էլի։ Շարլոտ Գենսբուրգը էջ կյանքա ինչ է Տրիերի գծի շարունակողն կոնկրետ կոմբո են։ Իսկ որ հայտնի մարդու հետ կյանքով 24 ժամով կփոխվեիք։ Որ հայտնի մարդու հետ կյանքով։ Ես Ռեյ։ Ում։ Ռեյ։ Արա դու տենց ավելի տաղանդավոր մարդ չի ծնվել ինձ թվում է 21-րդ դարում։ Բայց 24 ժամով փոխվեք կյանքով ինչ Հա, պիտի անես։ հերնեի Լոնդոնում մի հատ այդ սեթը որ ինքը երգում է, երգեի ու շկս գնար որ տենա ես այդքան տաղանդավոր եմ։ Հա։ Լուրջ եմ ասում 21-րդ դարում ավելի տաղանդավոր մարդ ես չեմ Օ, ճանաչում։ ես հիմա չեմ Մյուզիկը դե կարողանա միշտ առաջին պլանում է։ առանձնացնել, բայց կուզենայի երաժշտական երգիչ արտիստի կյանքով 24 ժամ ապրեի, բայց իր տուրի ժամանակ, այսինքն որ մի հատ այդ բեմից Պարզը եթե տանը այդ օրը ինքը լոք պարկած է, պետք չի։ Չէ, որ մի հատ բեմում այդ ելույթը, այդ հանդիսատեսի էներգետիկան, Հայրական դերասանները չեն զգում։ Իմ հետ հավասար երգում են։ Մեծ ստադիոններում դերասանները չեն զգում էլի այդ հանդիսատեսի։ Այդ կուզենայի երգչի։ Բայց որ երգչի։ Մայքլ Ջեքսոն։ Որ մուլտֆիլմի կամ ֆիլմի հերոսին եք ձեզ նմանեցնում եւ նաեւ մտածեք իրար։ Մուլտֆիլմի կամ ֆիլմի։ Ոյ Սիմբոն եմ ես։ Շուտ եմ սիրում։ Սիմբա։ Սիմբա։ If you know you know։ Այդ որներ։ Դեմ չեմ հենց էտա որ այդ քանով պետք է բրծներ այդ կտորը չեմ կարող ասել։ Լավ։ Կհիշես այս այդ թեմը։ Ես Վերապոլիսի Նապոնե կլինեի։ Հա, նման ես բնավորությամբ։ Հա, տենց։ Օրինակ ես կարայի Inside Out-ի բան ելնեի։ Դե ես բայց այն դեպքով էլ էի։ Ես ժամանակին մտածում էի որ ես Inside Out-ի join եմ, հիմա տենց չեմ մտածում։ Հա, ես են դեպրեսիան եմ։ Anxiety-ն եմ, ասենք, angry issue-ն եմ, չգիտեմ ինչ է, այդ կերպարներից հիմա, բայց հաստատ joy-ը չէ։ Աղջկանն ինչ էր, այ ես լրիվ այդ եմ, այդ գլխի մեջի կատարվելիքը, ես տենց տեսնում։ Այդպես առանձին տրեկերով գալիս է։ Իսկ իրար, օրինակ Ներսեսին որ մուլտհերոսի հետ ես ասոցացնում։ Իսկ դու անին։ Արտուրիկն ու Լիլիպուտները տենց էր այդ մուլտիկը չեմ հիշում։ Ինչ։ Չես հիշում տենց որ կարվի։ Չէ։ Դա ասում եմ որ դու իմ մասին ես ասում։ Չէ։ Բայց դու ով ես։ Անին դե ամին, նայ, օրինակ հիմա ինքը կարող հանգիստ լինի սպիտակաձյունիկը։ Հա։ Օրինակ, չէ, հանգիստ։ Այն խեղճ աղջկան նկարեցին պրավալ գնաց, չէ, անցած տարի։ Հա, բայց Այդ նախագիծը։ պատասխան կրիներ։ Կարաս լինես։ Բայց օրինակ ես Անին կուզեի մի հատ շատ dark տեղում տեսնել։ Օրինակ կուզեի Անին Wednesday խաղար, իրան տենց լրիվ սև չար աղջիկ սարքեին։ Այդ ի վիճակի մեջ էր տեսնեի, որտեվ էս տեսել ենք էլի հեշտակին։ Մենք գիտենք հա իրականի դեմքը, բայց ցույց չենք։ Հա, կուզեի որ մարդիկ տեսնեին քո իրական դեմքը։ Ոնց է։ Իսկ դե համար պետք է Wednesday խաղալ։ Իսկ դու ով ես։ Ես։ Ով։ Օրինակ ես չգիտեմ։ Բանա Դուք դե ասեք։ Գերկուլեսը։ Հա։ Գերկուլեսը կարա լինի։ Հա։ Մանավանդ հիմա։ Գերկուլեսը մեջի բանը այդը։ Գերկուլեսը Իմ մեջի այդը։ ամենասիրած չարագործներից է այդը։ Չես հիշում, սենց կապույտ կրակ է գլխով, սենց օդու։ Բայց չեմ ասում, որ ամենալավ նմանես, բայց կերպարն է շատ իմ համով ամենասիրելի կերպարով խաղայր, կերպարն է։ տենց ինձ թվում է դու էլ բավականություն կստանայիր։ Սովորում ես։ Լավ, ինչից եք վախենում։ Ոյ ստից, ոյ։ Չէ, պաթետիկ չէր, ես իսկականից վախենում եմ, որ հանկարծ ինձ կարան խաբեն ու ես չունենամ ազատություն արձագանքելու իրականությանը։ Ես մեկ ինձնից եմ վախենում։ Քեզնից ինչ կարաս անես։ Դիքը բան։ Օ, ես տարօրինակություններից բանը։ Սկսիր։ Նկատի ունեի դանակով։ Տարօրինակություններից խոսում եմ ինձ հետ բարձր, բայց ինձ թվում է բոլորը խոսում են իրանց հետ բարձր։ Դուք չեք խոսում ձեզ հետ բարձր։ Երբեմն։ Բարձր, չէ, մտքում չէ, բարձր։ Երբեմն։ Իսկ ուրիշների հետ Ինչ ես խոսում քեզ հետ։ օրինակ գալիս եմ այստեղ,
հարցազրույցի հենց այնպես ու պատմում ինչ որ բան, բայց դա բարձր եմ պատմում տանը։ Դերասանական բան է, հիմա սա։ նկարահանման, Անի։ Չէ, Անի չես լսում ինձ։ Հիմա ես նստում եմ, նայում եմ իմ արտացոլանքին օրինակ պատուհանի մեջ տեսնում ու ասենց ինձ գովում եմ կամ մեղադրում եմ։ Չէ, չեք անում տենց ոչ մեկը լուրջ։ Անում ենք։ Հենա։ Չէ, չեք ասում շնորհակալություն քեզ կյանքը սոպրես։ Դե օրը գիտի, բայց օրելգա շատ վատ ես հետ է շփվում։ Օրերկա չեմ նայում, ուղղակի աշխատում չնայեմ, աշխատում եմ չնայեմ։ Այս երևի դերասանական ինչ-որ ախմախություն է։ Լավ, առավոտյան որ արթնում եք, առաջինը հեռախոսի մեջ ի՞նչն եք ստուգում, որ application-ը, Instagram։ Ես առավոտյան որ արթնում եմ, առաջի բանը որ անում եմ, հեռախոսս կպցնում եմ Marshall-ի, առանց ինչ-որ բան ստուգելու։ Միացնում եմ իմ սիրած երգերը առավոտյան։ Դնում եմ սուրճս, անկախ նրանից ինչքան ուշացել եմ, ինչ եղել է, ես այդ 10 րոպեն գոնե 2 սիգարետ, 1 հատ էսպրեսո եւ երաժշտություն։ Բայց հաստատ 10 րոպեի չի, բայց մենք չենք խոսա դրա մասին։ Ամենամեծ սուտը, որ մարդիկ հավատում են ձեր մասին։ Որ ես ֆրանսերեն գիտեմ։ 800 հոգի մինիմում կա, որ գիտի, որ ես ֆրանսերեն գիտեմ։ Մտածում են գիտես, բայց ուղղակի ես շատ սիրում եմ այդ տենց ինչ-որ բայց չգիտես։ Շարլ Ազնավուրի երգերի բառերով խոսում եմ մարդկանց հետ։ Այո։ Կարծում են գիտես, մի հատ կխոսես։ Լուկասյան դեպք ռուբեդու դուքանունը։ C'est la conséquence qui est famille netto qui est posée։ Չգիտեմ ինչ ասում, բայց հուսով եմ կալամ թողեմ։ Մենք իրար հետ Ֆրանսիայում եղել ենք ման։ Հա, Ավինյոնում շատ հույն էր։ Որ ես տենց բարի պուպուշ շատ սենց եթերային հրեշտակային անձնավորություն եմ, այդ ամենամեծ սուտն է իմ մասին։ Որովհետև ես բարի եմ, բարի մարդը դրա մասին խոսում, բայց ինքը նաև շատ տենց բան աղջիկ է, էլի։ Չէ, նկատի ունեմ, որ ամենամեծ սուտը, որ պատկերացնում, որ ես շատ իդենտիկ եմ իմ արտաքինին, այսինքն սենց եթերային եմ, սենց նուրբ եմ, սենց փխրուն եմ։ Այնինչ անին պատրաստ է դանակահարության։ Բայց ես շատ վայրենի եւ վայրենի ես աչիկը։ Վայրենի լավ արումով ու դա կարծում եմ շատ լավ է։ Երբեմն ինձ էլ են ասում, բայց ինչևէ։ Եվ վերջին հարցը, մարդիկ կզարմանային, եթե իմանան, որ դուք որ ես նետաձգության եմ գնացել 3 տարի։ Լուրջ։ Թինեյջեր տարիքում մրցումների եմ մասնակցել։ Ես Եվ իմ առաջին սերը եղել է իմ նետաձգության ակումբի տղաներից մեկը։ 14 տարեկանում այո։ Հա, ես զարմացա։ Դու ես զարմացրում ես։ Ես օրինակ 2 տարի կամավոր հիմունքներով ազգային պարեր եմ դասավանդել մարզերից մեկում։ Մի քանի տարի կենտրոնական Եվրոպայի բոլոր հայկական քաղաքներում եւ բոլոր հայկական եկեղեցիներում երգել եմ Շարականներ ու Եկմալյան։ Հա, այս արտաքինի հետ այդ պատմությունը միշտ զարմացնում է։ Շատ թույն։ Անցնում ենք առաջ։ Անցնում ենք առաջ։ Եվ խաղում ենք գուշակիր։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է The Energy ընկերությունը, որը առաջարկում է ծառայություններ դիմումից մինչև միացում։ Մասնավորապես 6-ից 10 կՎ բաժանորդների եւ բազմաբնակարան շենքերի կառուցապատողների համար, որն իր մեջ ներառում է անվճար խորհրդատվություն, նախագծային եւ շինմոնտաժային աշխատանքներ, շինթույլտվության ստացում եւ գործընթացի փաստաթղթավորում։ The Energy ընկերությունը շուրջ 13 տարի է, ինչ իրականացնում է էլեկտրական ցանցերի նախագծման, ինչպես նաև մոնտաժման աշխատանքները եւ կարող է օգնել ձեզ ճիշտ լրացնել ձեր դիմումը նոր բաժանորդ դառնալու համար։ Վստահեք պրոֆեսիոնալներին, խնայեք ձեր էներգիան եւ դիմեք The Energy։ Հայաստանից, հա։ Ոչ։ Իրական կերպարա։ Այո։ Ողջ, հա։ Իրական կերպարա, ողջ, հա։ Տղամարդ, հա։ Կինա։ Հիմա այդ երկու հարցեր թե մեկ։ Հայ, միշտ էս ապուշ։ Անդրոգեն, հա։ Միշտ սապուշ հարց եմ հաշվում։ Այո, կինա, օքեյ։ Լարիսա Դոլինան, հա։ Ոչ։
Այն մյուսը լյուբով ուսպեսկայա։ Լոր։ Կոնոման Ուսեց դու գաժի մեջ ես, ասեց բարձրանում, այդ ասենց ինչ-որ դիֆուզով բան է իշ։ Ես կոնոման ասեցի, Լարիսա Դոլինը պես նկատի ուներ։ Լյուբով ուսպեսկայա նկատի ուներ։ Լավ, ես գիտեի, որ շուտ կգուշակես պատմությունից հետո, կարանք փոխենք նկարը։ Չէ։ Հա? Լավ։ Ինչ-որ բարեացել ես վերջերս։ Դու ես հարցեր տալի։ Ոյ։ Տղամարդ, հա։ Ես սեմոս պատասխանեմ մոնը։ Այո։ Այո։ Բայց մի հուշի։ Չեմ հուշում, Հայա։ Կոնից։ Չէ։ Ինքը ինչ-որ հերոս է կինոյի Այո։ կամ բան, այտենց։ Այ չեմ նայում, որ չես ես հուշում եմ։ Ասիր այո։ Այո։ Ես սիրում եմ, ասենք այդ կերպարին։ Այո։ Այո։ Հարցում եմ այո։ Ինչ պետք է ինձ դրա ծնեմ։ Գլխիս վրա հիմա ես չեմ հասկանում, հերոս է հայկական իրականությունից չի տղամարդ է։ Մարդակերպ չունի, այսինքն ինքը տենց ունի։ Չեմ կարա դրան այո կամ ոչ պատասխանեմ։ Այլ կերպ հարցը ձևակերպի։ Այլ կերպ հարցս ձևակերպեմ։ Ինչ-որ տես գերբնական ուժեր ունի ինքը։ Այո։ Հա, Spider-Man։ Spider-Man, Glasgow։ Որովհետև ես ու Ներսեսը հայտնվել էինք Գլազգոյում, երբ որ Էդինբուրգի փառատոնին էինք ու Spider-Man-ի նկարահանումների ժամանակ Spider-Man-ի նկարահանումները Գլազգոյում էին, սպոյլեր անենք, Նյու Յորքը։ Շատ մոտիկից նայում էի երազանքից, ասենց 10, ինչ 10 Մենք հայտնվել մետր ենք 20 սանտիմետր։ նկարահանման հրապարակում։ Էլեկտրաֆիկացման ամբողջ գործընթացը թողեք մեզ։ D-Energy-ն հոգում է ամեն ինչ։ Խնայեք ձեր էներգիան։ Մենք այն կապահովենք։ Մենախոսություններից, ներկայացումների կամ ֆիլմի դերերից որն է ամենասիրելի տողը ձեզ համար։ Դու այդ նույն արտահայտությունը կամերային նայելով, Հա։ ասում ես տարբեր էմոցիաներով։ Ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների։ Ես չգիտեմ ինչպես ինձ ճիշտ ներկայացնել։ Փորձեք ամեն դեպքում։ Ո՞ն։ Ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների։ Հիմա տարբեր էմոցիաներով Ես էլ դրա շարունակությունն եմ ասում, իդեպ։ Սիրահարված։ Ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների։ Պետք է նայի, չէ՞ կամերա։ Հա, բարկացած։ Ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների։ Վախեցած։ Ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների։ Հիասթափված։ Ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների։ Ինչպես լուրերի հաղորդավար։ Լավ, լավ։ Այսօր Ժամը 10:30-ին ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների։ Ինչպես TikTok-յան ինֆլուենսեր։ Ես TikTok չունեմ։ Բայց տեսել ես երևի։ Ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների։ օրինակ ես շատ կլիշե, չի։ Դե ես այդ եմ տեսել Շատ մենակ խնդալի է։ այդ ամեն օր չունեմ որ Եվ վերջինան։ Ինչպես հարսանիքիդ համադա։ Ցույց տամ։ Դու ցույց տուր ես ազվուճկեն անեմ։ Դե ես հանդիպել եմ շատ այլ տղամարդկանց, շատ այլ գիշերների, սիրելի բարեկամներ։ Ապրես։ Թույն։ Ներս, քո Անցը։ արտահայտությունը ո՞րն էր։ Ինչ է շատ դե ես չգիտեմ ինչպես ինձ ճիշտ ներկայացնել։ Զարմացած։ Դե ես ուղղակի չգիտեմ ինչպես ինձ ճիշտ ներկայացնել։ Ամաչելով։ Ես ուղղակի չգիտեմ ինչպես ինձ ճիշտ ներկայացնել։ Խուճապահար։ Ես ուղղակի չգիտեմ ինչպես ինձ ճիշտ ներկայացնել։ Ինչպես ֆուտբոլային մեկնաբան։ Yes։ Ուղղակի չգիտեմ ինչպես ինձ ճիշտ ներկայացնել, հարված։ Ինչպես ֆիլմի չարագործ։ Ես ուղղակի չգիտեմ ինչպես ինձ ճիշտ ներկայացնել։ Եվ վերջինը, ինչպես մարդ, որը հենց նոր շահել է $1 միլիոն։ Ես ուղղակի չգիտեմ ինչպես ինձ ճիշտ ներկայացնել։ Շատ ծույն, դուք անցաք այս փուլը։ Շնորհակալություն, այսօր երկու կաստինգ անցանք մանայի մոտ։ Հա, մնաց երրորդը պրանկեր անենք ընկերների վրա։ Ում է զանգում, Մինասին է զանգում։
Հո, էլի եկեք, Մինասը իդեպ վերջին հենց այնպեսից հետո Անի Խաչիկյանը երբ զանգահարել էր ու Մինասը պատրաստական համաձայնել էր Տեսլային որդուն, հա, մի քանի օր պահել, դարձել է ինտերնետի քրաշը, բոլորը, այո։ Ինչ ասենք։ Մինասին, խեղճ Մինոս դիզայնենք էլի մի բան։ Հո, էլի չգիտի չէ որ ստեղ եք, վայ շատ լավն է։ Միասին ենք զանգում։ Հա, եկեք միասին զանգենք։ Միևնույնն է ընդհանուր ընկեր է։ Մինաս։ Հա, բայց Անին չի մտածի, որ երկրորդ անգամ էլ զանգ է։ Հա։ Զանգի ասա։ Երեք ընկերը չենք խաղում։ Ես հրաժարվել եմ, բայց Անին չի ուզում հրաժարվի։ Կարող է ռոբ խաղաս։ Ասա կարող է փոխես։ Ասա կաստինգա հրաչ ուզում անի։ Ասում ենք խոսացինք, Խիչան չի ուզում հրաժարվի, բայց ոնց որ ես որ չլինեմ, ոնց որ իրանն եմ քաշում, մտածում ինչ անենք, որ ոնց որ իրան չքաշենք, կարող է գաս մի հատ կաստինգի։ Դե կասի հա ախպեր, հա Կասի հա, թե կսկսի հարցեր տալ։ Հա, բայց դու էլ ասես հա, տենց հեշտ, հա, համոզեցիր։ Դերս վերցնում ես։ Որ ներկայացումներ, որ Կամ էլ ասա ես ու Խիչան որոշել ենք, որ չենք խաղալու Օսկարը եւ Վարդագույն տիկինը։ Հա։ Հա։ Ինքը ասել է, բայց խի ախպեր։ Ինչ ես ասելու։ Հա, Ես իմ ընկեր, դե մենք ոբշուն գժավատներով։ հա, լավն է։ Օսկարը եւ Վարդագույն տիկինը։ Զարգացնել Օսկարը եւ Վարդագույն տիկինը որոշել ենք ես ու Խիչան չխաղան։ Հա։ Մտածում ենք 3-ով թատրոն կբացենք, մենք մենակ։ Ինքը կասի խի, ասա դե ուզում ենք բան անենք, թատրոններում ընդհանուր հեղափոխություն անենք։ Շատ մեր մասին է։ Հա, երեխեք։ Հեղափոխություն անենք։ Սոտ իմանամ էլի։ Ասեմ ախպեր ելույթավճարես ու չեմ բան։ Չէ, փող մի խառնի, փողի թեմա մի խառնի։ Ինչ կանգերես։ Լավ ասած, յանքս դու ասա։ Լավ, Վերնեբ ջանի, դե ինչ ես անում։ Այնո մի քիչ առաջ քեզնից էինք խոսում։ Ինչ էի խոսում ընկեր։ Նարեկես տունն էինք, Ջան, հա։ Հա, պապան էր ասում, մենք էինք ասում հենց նոր փշում ենք, եթե Ռաֆոյի ծնունդն է այսօր ախպերից մենք զողովի։ Շնորհավոր։ Բարևում ջան։ Դու էլ բարևի ախպեր ես, սաղիրը տենջեր։ Ընկեր։ Մաջար։ Երբ ենք ഏറ്റում խմում ենք մի հատ իրար հետ։ Որս արև շատ մոտ ապագայում երթվում եմ Շատ ընկերս։ մոտ ապագայում։ Դուրջոված։ Բայց մատ հարց տավ հիմա։ Ասա գնանք։ Անի հետ նստած օբշի բան էինք քննարկում, դրա կարող է անհարմար պահի եմ քեզ զանգել, էլի, ընկեր։ Ուզում ենք Օսկարը փագենք, ապա ինչ կասես, էլ չխաղանք այդ ներկայացումը։ Ֆուլ, հա, հասկացա։ Յակուզ ոնց ասեք։ Իհարկե ափսոսում եմ ես մեկ, հա։ Հա։ Բայց դե որ տենց եք որոշում։ Մի, Ինչի համար եք այդպես մտածում։ մին, պրիվետ, ես եմ կյանք։ Պրիվետ։ Ինչ կրավ ես։ Լավ, սիրտ դու ասա։ Լավ, լսի, դե ոնց որ տենց այս երեք ընկերը, որ հիմա էլ չենք խաղում, մտածում ենք, որ ընդհանուր այս Օսկարն ու Վարդագույն տիկինն էլ այս տարի քանի տարի է լինում, արդեն 5 տարի է խաղում ենք, մի տեսակ 5 այս տարի արդեն 5 է լինում, մի տեսակ երևի արդեն ժամանակն է, որ մենք մեզ մի քիչ ավելի շատ գնահատենք։ Ես հեսա գնում ա, չէ։ Դե ներսոն հետ է գար, բայց այդ չի հարցը։ Մտածում որ մի քիչ մենք մեզ պետք է ավելի շատ գնահատենք ու օրինակ այլ 20000 դրամով չխաղանք։ Լավ բան է ասում։ Դե նայ, քանի որ դուք դեռ ավելի որոշող սաստավն եք։ Ես շատ շնորհակալ եմ, որ իմ բացիկներն եք հարցնում։ Չէ, կամ դա առանց քեզ չենք կարա որոշենք։ Հա, դուք ոնց ասեք, բայց ես տխրեցի օրինակ այդ մտքից, համոզված դուք եք։ Լսի մենք ուղղակի որ արդեն մենք ուղղակի որ մի հատ տենց ծանր որոշում արդեն կայացրել ենք, էլի բնականաբար տխրելով։ Շարունակում ենք տխրել ընկերս։ Բայց դու մեր հետ ընկերություն կանես, չէ՞ դրանից հետո էլի։ Գիժեք։ Արա մին Մեկը 3 օրով կյանք 3 օրով գնում եմ Մոսկվա կարող ներսոյ։
Ասեցին ինչ ասես։ Ասես տժում եք, ես կարող եմ Անեի մոտ։ Մինաս հորս արում Անեի մոտ ենք, ինքը մեզ ստիպում է Մինաս։ Ինչ է ձեն չի անում, всё անջատել է։ Հորս արებ, հա։ Հիմա ոստեղ էստեղ ինքը մարդ բան երբ են գնում խմելու բանը։ Հա, էլի։ Հա, նորմալ է։ Անդենես բաները Ընկերս մեռնեմ ջանի։ Մինաս կներես ապե հա մենք քեզ էլի ոնց որ զանգինք ու Հայտարարք չէ, դու ամեն անգամ քեզ շատ ճիշտ ես պահում։ Մենք ուզում Մանեն ենք ասում դու քեզ ամեն անգամ շատ ճիշտ ես պահում, մենք ուզում ենք քեզ հետ ծանոթանալ։ Մինաս մենք որոշել ենք, որ Մենք քեզ օդում այս ճանապարհով գտնենք։ պետք է ամուսնացնենք, համաձայն ես։ Վերջից կամուսնացնենք, ճիշտ։ Բա այդ եմ Ահա, ասում։ փնտրում ենք Մինասի համար դեռ հարցը։ Քո լավագույն կողմերը ամեն անգամ ցույց ես տալիս։ Ուրիշ հերոսի անում չգիտեմ։ Արա դու ես մեր հերոսը, դու մեր ընկերն ես Ապրես, Մինաս։ Մինաս։ Գերկում ենք պաչում ենք քեզ, այդտեղ բոլորին ջերմ բարևի իմ կողմից ընկերս կապով կրնենք։ Բաչում եմ։ Պակա։ Դավայ ցավը։ Շատ կոռեկտ է իրան միշտ պահում, Մինասը բոլոր հարցերը։ Համաձայն է իր ընկերների հետ։ Ֆանտաստիկ ընկեր է Մինասը։ Ու միշտ իր ընկերների հետ համաձայն ինչ պետք է, ոնց պետք է։ Հա, Մինասի վերջն է։ Ապրի։ Ու մեգա Նվերներ տաղանդավոր։ ունենք։ Հա, Մեգա տաղանդավոր է ամեն ինչի հետ մետք։ Էլի համը տենց լավ մարդ է, համը այդքան տաղանդավոր է, այդ մի քիչ հանդիպող երևույթ է։ Ուզում ենք, որ լավ մարդկանց շատ իմանան։ Հովերում։ վերջում մեր գործընկեր Չոկոյանի կողմից ձեզ համեղ շոկոլադա պատճերեր եմ տալիս։ շնորհակալություն։ Այս շոկոլադները արդեն Տիշ։ մեր հյուրերը փորձել են, շատ հավանել են։ Վստահ եմ դուք Գնացին նույնպես կհավանեք։ Քանի նոր հարցեր չի տվել, չէ։ Ընտրեք հայկականը, ընտրեք բնականը ամեն դեպքում, նաև փախնում են, չեն ուզում որ նոր խաղեր առաջարկեմ։ Եվ հանդիպում ենք սեպտեմբերի 4-ին։ Հանդիպում ենք սեպտեմբերի 4-ից բոլոր կինոթատրոններում։ կինոթատրոններում։ Ձեզ մի գիտար սեր տալու։ Այնպես որ Ինձ թվում է մի գտալ չի լինելու շատ սերա լինելու, այնպես որ գնացինք Ու սեպտեմբերի իհարկե 4-ին։ առանց համեստության ասենք, որ նաև սպասելու ենք փոխադարձ ձեր մի գտալ սերը։ Եթե մեր մոտ մի գիտար չի լինելու, որ իրենց տանք, մենք մի գիտալի էլ չսպասենք, մի քիչ շատ երկար ենք սպասենք։ Ես էլ սպասում եմ ձեր մի գտալ սերին բաժանորդագրվեք։ Ինչ եմ առաջարկում, այդ Մինասի թեման։ Հա։ Կարանք պահենք օբշի սև պատմությունների մեջ, նրանց ֆոնին ինքը օքեյ է։ Հա։ Ունեմ էլի սև պատմությունների պատմությունների ցուցակներ։ հաղորդումներ եմ հավաքում։ Հա։ Ստեղ շատ ինձ թվում Լուրջ։ Ой, ես մեր ամենասիրած պատմություններ։ Կրակովյան Դրա համար է երևի, հա, շատ սև է, դրա համար Մինասը միջև հիմա այդ պատմությունը չի մոռանում։ Չի սիրում այդ չի սիրում ես պատմությունը։ պատմությունը։ Այս չգիտեմ որ այդքան սև է, լավ։ Բայց կասես հետո որը չպետքա պատմեմ, հետո ինձ էլ հետաքրքիր է, ինչո պետքա չպատմեմ ես։ Լավ, եկեք չֆիքսվենք դրա վրա, այս տաղին հետաքրքիր արտերից չի։ Ասա դու կդնեմ։ Դու պատմես ինձ երկար դու կդնեմ։ Ու մեր էմոցիաները։ Բա Հրաչ ջան։ Հրաշքան։ Լավ, ճիշտ է, նախորդ անգամ վերջում դու Սամը մնացիք, ես Սամին ընտրեցի, բայց էլի իմանալով որ դու դա հարգելի պատճառներով կընդունես։ Դա որ տարբեր էմոցիաներով նույն արտահայտությունը անում են։ Շատ տարբեր, Ես կարողանում Պես կարես անես։ Եվ ես հասկացա, որ կյանքի համար չկա ուրիշ լուծում, բացի այն ուղղակի ապրելը։ Ու ինչ մենք մեր բախտն ենք լալիս ցնցուղի տակ սպունգը ձեռքներից, կյանքը ուղղակի կարող է մեր կողքով անցնել եւ նույնիսկ մեր բախտը ձեռքով չանել։ Երջանկություն կարող է անցնել կողքներովս ու նույնիսկ ձեռքով չանել։ Ապրեք։ Իսկ կարեք ավելի Կարճ, լակոնիկ։